Բարև ձեզ, մի քիչ պատմեմ երեկվա մասին, թեպետ երեք երեկոյան տեսանյութ արեցի, բայց շատ հոգնած էի, չէի կարող ամբողջ պատկերը ներկայացնել։ Ասեմ, որ նաև այսօր համացանցը նայելով հասկանում եմ մի պարզ բան, ընդդիմադիր դաշտը վայնասուն է կապել երեկվա ստացված եւ շատ գեղեցիկ քաղաքացու օրվա կապակցությամբ։ Նախ ասեմ, որ անհավանական լավ է անցել երեկվա տեսանյութում արդեն դրա մասին խոսել եմ, շնորհակալություն եմ հայտնել, բայց ուզում եմ պատմեմ, թե ինչ էր կատարվում։ Բնական է մասնակցում էր տարբեր հաշվարկներով 30,000-ից ավել մարդ եւ պետք է ասեմ, որ իրոք շատ լավ անցավ, իրոք աննախադեպ լավ անցավ, էներգետիկան ուղղակի անհավանական էր։ Պատմեմ ինչեր էր տեղի ունենում, իհարկե կային մարդիկ, ովքեր որ ես այդ մարդկանց կոնկրետ իմանալով, հասկանալով եւ ոմանց հետ շփվելով պետք է անվանեմ սադրիչ, կար մի տղա, որը որ տենց եկել էր տղայական ռազմբորկեք անելու, հերթով մոտենում էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբեր ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ եւ ինձ, եւ ռազմբորկա էր անում, գողական էր տղան, եկել էր գողական գնար Ամիրան փողոցի վրա, երբ որ բազմահազարանոց մարդկանց ներկայությամբ եւ տեսախցիկ միացրած։ Ես իմ հանդիպատների մասին եմ ասում, տեսա մի մարդու, որին որ News.am կայքներ ցույց տալիս եւ հետեւի ֆոնին երևում էր Ժողովուրդ օրաթերթի մի լրագրողուհի, որի մասին ես քիչ ուշ կպատմեմ, մի տղամարդու ձեռնափայտով, որը տարբեր բաներ էր ասում։ Այդ մարդուն նույնպես ճանաչում եմ, այդ մարդու հետ հաճախ շփվել եմ, ինչ որ կոմունիստական գաղափարախոսություններ ունի, պահիտակ մի բան է ասում, պահիտակ մեկ այլ բան է ասում, ինչևէ, մեր քաղաքացին է, մի կին, որը որ տեսախցիկով արդեն ժամը 6-ն էր, 5-ն էր, եկավ մոտեցավ, տենց ես մարդկանց հետ նկարվում էի, թուրքի հետ եք նկարվում եւ այլն, ու այդ իր մեջից այդ բանը երևում էր, էլի, ասենք ինքը էլի նմանատիպ մի քանի հոգի, մասնավորապես լրագրողական դաշտի ներկայացուցիչներ, այդ զայրույթը մեջները եռում էր, այդ նախանձությունը, իրավիճակը, որ այն իրավիճակը, այն կյանքը, որը իրանք նկարագրում են Facebook-ում, իրենց ինտերնետ կայքերում եւ իրենց փոքրիկ շրջապատում չի համապատասխանում իրականությանը։ Դու մի ասա Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ուրախանում է, դուրս է եկել քաղաքացու օրվա կապակցությամբ եւ այլն, ու պետք էր մի բան գտնել։ Մի կնոջ բարևեցի, մի քիչ տենց բան, տենց հետաքրքիր կին էր, դեմքը ծռմռեց, չհասկացա ոնց կարողացավ անկեղծ ասած դեմքը տենց ծռմռել։ Թերևս սա այն է, ինչի հետ ես առնչվել եմ եւ մի քանի լրագրողի հետ եմ շփվել։ Նախ ինձ համար մի քիչ ծիծաղելի եւ զարմանալի է, երբ որ Ռոբերտ Քոչարյանի լրատվամիջոցը ներկայացնող լրագրողը կամ լրագրողները մոտենում էին Ամիրան փողոցում եւ հրապարակում հարցնում, ասում էին Երևանի կենտրոնում խորոված անելու տեղ է, հարց է ծագում Երևանի կենտրոնում մարդկանց գնդակահարելու տեղ է, հա երևի ձեր համար, գիտեք մոռացել ենք մարտի 1-ը, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի այդ, այսպես ասած, իշխանավարման օրոք մոռացել ենք, որ Երևանի կենտրոնում մարդ է գնդակահարում, ուղղակի գնդակահարում, չենք մոռացել ու չենք մոռանալու, ու դրա պատասխանը միանշանակ տալու եք, թեպետ ամեն ինչ արել եք տարիներ շարունակ եւ բոլոր ապացույցները հնարավորինս փորձել եք թաքցնել, ինչևէ, դա այլ թեմա է, այդ ասում եմ, ծիծաղելի է, սկզբից ասում էին սա քաղաքացիական պայմանագրի բանն է, հա, համերգն է, մի գնացեք եւ այլն, հետո երբ որ տեսան, որ շատ մարդ է եկել եւ լավ է անցնում, սկսեցին ասել, որ համերգ էր, դրա համար շատ մարդ էր եկել, մի խոսքով շատ բան վիճակ է, մյուս լրագրողը, որը որ նույնիսկ երեք է տեսանյութ արել, բայց չուզեցա փչացնել ընդհանուր տպավորությունը, բայց մեծագույն զայրույթ է մոտս, մի աղջիկ, որը որ ներկայացնում է Ժողովուրդ օրաթերթ, ես չեմ հասկանում, ինչ չափանիշով է Ժողովուրդ օրաթերթը ընտրում, Թագուհին իր նմաններին է ընտրում, ուզում եմ հասկանամ, այտենց դե անպայման ինչ որ մուտիտի
Մուտիլովշիկի ներողություն եմ խնդրում, զուտ Մանվել Գրիգորյանի գեներալ Մանվելի բառն եմ օգտագործում, որ ուղղակի այլ բառ չեմ ուզում ու չեմ կարող օգտագործել, թե չէ շատ բառեր կա, որը որ կարելի է օգտագործել։ Այդ տրամաբանությամբ եք դուք ընտրում, հա։ Ուրեմն քայլելու ընթացքում մի տղա մոտեցավ, որը որ առողջական խնդիրներ ուներ, ինքը ասեց, որ ինքը առողջական խնդիրներ ունի, համ հոգեկան խնդիրներ ունի, համ ֆիզիկապես խնդիրներ ունի, դե ասացի, հա, եղավ, օգնականս, խորհրդականս, հետս էր ասի, օքեյ, բան կանեմ, կփորձեմ ինչ-որ ձևով հասկանալ, թե ինչն է խնդիրը, եւ գնաց այդ տղան։ Անցնում եմ մի որոշ ժամանակ, նորից քայլելով, անցնում եմ, տեսնում եմ, որ այդ տղայի հետ շատ վրտ ինչ-որ բան ձևով ժողովրդի լրագրողն է զրուցում եւ ինձ տեսնելիս վերցնում է ուղղակի այդ տղայի ձեռքից եւ ներողություն հրում է, շպրտում է, բրթում է այդ տղային իմ ուղղությամբ, ասում է հենա եկավ գնա, հենա եկավ ու գցում է այդ տղային իմ ուղղությամբ, այդ տղան այդ իր բրթելուց վրթոված սկսում է խոսել ու քիչ անց սկսում է արտասվել։ Ասի դուք հասկանում եք, մի 20 րոպե, 30 րոպե առաջ ես այդ տղայի հետ խոսել եմ, համարը տվել է, համարը փոխանցել է, որ խորհրդականս կապի հասկանա ինչն է խնդիրը, որ ինքը նեղսրտում էր, ոչ մի բան չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց կապ եմ հաստատել, որպեսզի հասկանամ։ Այս տղան ինքն էլ աղջիկն էլ նկարում, ասեք, քաղաքացի է, դիմել է քաղաքացի, ասում գիտեմ ես այդ քաղաքացուն խոսել եմ իր հետ, հա, քիչ անց այս տղային հանգստացնում, ասում ինչ ա եղել, մենք չէ որ մենք խոսել ենք եւ այլ, այս տղան գրկում է, լացնելուց հետո գրկում է ինձ ու ես զայրույթով հարձակվում եմ այդ լրագրողի վրա, ասելով թե բայց չես համաչում, ես ինչ ես անում, ինչ ես մարդկանց, ես մարդուն օգտագործում, ես քո քեզ նյութ ստանալու, սադրելու, ինչ որ մուտիլովկա անելու համար, հա, ուզում հասկանամ, ինչ ես անում։ Ու զարմանալի չի երևի, բայց տեսանյութը տեղադրված չի։ Ենթադրում եմ, որ կամ կկտրտեն, նոր կտեղադրեն, կամ ընդհանրապես չեն տեղադրի, որտեղ որևիցե դեպք չկա, որ իրանք կարող են ինչ-որ ձևով շահարկել, բայց ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի, հերիք է։ Եկել էիք եւ այդ վիճակը ձեր, որ ստացվել է, հա, քաղաքացու օրը ստացվել է, սկզբից բանը քաղաքացու օրը խորոված փարթի է անվանում, ինչ խոսալու ձև է, այդ ինչ խորոված փարթի է անվանում, հազարավոր մարդկանց իրար տեսնեն շնորհավորելը, հա, միգուցե կարելի է դա ինչ որ խոսակցության մեջ կատակի ձևով կամ ինչ որ բան ձևով մարդը խոսելիս քաղաքական գործիչը կարող է տենց ինչ որ մեկը մյուսին կծելու կամ ինչ որ ձևով բան անելու, ասի, բայց լրատվամիջոցը խորոված փարթի հազարավոր մարդիկ իրար տեսնում, ասում են, ինձ տեսնում են, ասում են շնորհավորում են քաղաքացու օրվա խորոված փարթի։ Հասկանում եմ ձեր համար Երևանի կենտրոնը մարդկանց գնդակ արելու, կաշառքներ բաժանելու եւ այլի համար է, այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պետք է ուրախանան եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տերն է երկրի Հայաստանի Հանրապետության եւ տերը կանգնելու խաղաղությանը մի նեղ սրտեք, հետո հնդիկներ եւ չգիտեմ պարսիկներ էին մասնակցում, հա, պետք է մասնակցեն իհարկե 30-35 հազար մարդու մեջ, то 10,000 մարդու մեջ, то 3,000 մարդու մեջ իհարկե կարող է լինել նաեւ հնդիկ եւ այլ եւ մասնակցում էին Ֆրանսիայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Վրաստանից, նաեւ վրացի քաղաքացիների, շատ վրացիների հետ եմ շփվել, անգլերեն խոսել ենք, բա որտեղից եք, բա Վրաստանից ենք եւ այլ, այո, շատ մարդիկ էին մասնակցում։ Հայաստանի Հանրապետության վարկը աշխարհով մեկ բարձրացել է, որպես խաղաղ երկիր, որպես երկիր, ուր կարելի է այցելել եւ պետք է այցելել եւ ասեմ ի դեպ Ռուսաստանից դեպի Հայաստան մայիսյան տոներին ընթരാճ Հայաստանը դերևս առաջի տեղերից մեկում է որպես այցելության վայր ռուսաստանցի ոչ միայն հայ մարդկանց, այլ նաև ռուսների համար եւ այլը մի նեղ սրտեք թեթև տարեք նաև գալու է հունիսի 7-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեր են կանգնելու խաղաղությանը էջը փակելու են Ռոբերտ Քոչարյանի,
ռուսաստանցի օլիգարխի, բելարուսցի օլիգարխի, մնացած բոլոր այդ մարդկանց էջը փակելու են։ Դուք էլ կտեղափոխվեք մեկ այլ լրատվամիջոց, մի քիչ ավելի փոքր կամ ավելի շատ գումարով աշխատելու։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, լավ մնացեք եւ կրկին տպավորված եմ երեկվա օրով։ Շատ շնորհակալ եմ։